Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումը։ Մենք ուշադրություն ենք դարձրել այս տեղեկատվական արշավին։ Նախ եւ առաջ կարծում եմ կարևոր է նշել ակնհայտը։ Երևանը պարզապես անտեսել է էթիկական չափանիշները, բացահայտելով Մինսկի խմբի 3 համանախագահների աշխատանքային նյութերը եւ հատկապես պետությունների ղեկավարների միջև նամակագրությունը, առանց շահագրգիռ կողմերի համապատասխան թույլտվության, ասել է Զախարովան։ Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Հայաստանի կառավարության կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը։ Մոսկվան պնդում է, որ կատարվեն Հյուսիսատլանտյան դաշինքի դեպի արևելք չընդլայնվելու 1990-ականներին հրապարակայնորեն տրված խոստումները, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մենք որևէ անսովոր կամ անսպասելի երկնքից ընկած ոչ մի բան չենք խնդրում։ Պարզապես պնդում են կատարել մեզ արդեն տրված խոստումները։ Դրանք երեք չեն հորինվել։ Դրանք տրվել են Ռուսաստանին դեռևս 1990-ականներին։ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք։ Դրա մասին հրապարակայնորեն հայտարարվել է, ընդգծել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ այդ ժամանակներից ի վեր դաշինքի ընդլայնման մի քանի ալիքներ են տեղի ունեցել, որոնց գագաթնակետն է դարձել Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմ ներգրավելը։ Դա մեզ ընդհանրապես ձեռք չի տալիս եւ լուրջ սպառնալիք է Ռուսաստանի համար։ Հիշենք, որ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական դաշինք է եւ Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածը, որը հիմնադրել է ՆԱՏՕ-ն, երբեք չի չեղարկվել։ Դա մեզ համար սպառնալիք է, մեզ ոչ ոք լուրջ չի ընդունում, պարզաբանել է Պուտինը։ Եվ վերջապես, երբ Ուկրաինան անկախություն ձեռք բերեց, քչերն են հիշում, թե որն էր այն վավերացնող առաջին փաստաթուղթը։ Դա Ուկրաինայի պետական ինքնիշխանության եւ անկախության մասին հռչակագիրն էր։ Այն կազմում է ուկրաինական ինքնիշխանության եւ ժամանակակից պետականության հիմքը։ Եվ այնտեղ հստակորեն նշվում է, որ Ուկրաինան չեզոք պետություն է, եզրափակել է Ռուսաստանի առաջնորդը։ ԱՄՆ-ի գործողությունները Վենեսուելայի ղեկավարության դեմ գերազանցում են ճնշման արշավը։ Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սա ճնշման արշավ չէ, դա շատ ավելին է, ասել է նա պատասխանելով այդ մասին հարցին։ Մի քանի օր առաջ Թրամփը հայտարարել էր Վենեսուելայի եւ շրջակա օդային տարածքը ավիաընկերությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ մարդկանց մաքսանենգության համար փակելու մասին։ Հայտարարությունը հնչել է Կարիբյան ավազանում ԱՄՆ ռազմական ներկայության կուտակման ֆոնին։ Բաքուն ակնկալում է 2026 թվականին Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Նման հայտարարություն է արել Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Ադրբեջանը հույս ունի, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հաջորդ տարի։ Սա պատմական տարի է, հակամարտությունը վերջապես ավարտվել է։ Մենք մոտ ենք խաղաղության ձևավորմանը։ Օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը թույլ տվեց հաստատել երկու կողմերի մտադրությունը հավատարիմ մնալ խաղաղության համաձայնագրին, շրջել էջը եւ տարածաշրջանային զարգացման նոր էջ բացել։ Մենք վերջնականացրել ենք խաղաղության համաձայնագիրը, Ժնևում լրագրողներին ասել է ներկայացուցիչը։ Այն թե ինչպես Ռուսաստանը կպատասխանի երկրի սառեցված ակտիվների հնարավոր դուրսբերմանը Ուկրաինային այսպես կոչված վերականգնողական վարք տրամադրելու համար, անակնկալ կլինի Եվրահանձնաժողովի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Խոսքը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ոչ ադեկվատ պահվածքի մասին է, որը նման պաշտոն է զբաղեցնում։ Այդ ամենը ոչ ադեկվատ գործողությունների շարքից է, որոնք ընթանում են նույն հունով, առավելագույն վնաս հասցնել Եվրամիությանը, նշել է դիվանագետը։ Ընդ որում, Զախարովան չի մանրամասնել կոնկրետ ինչպես Մոսկվան կպատասխանի ռուսական ակտիվների հնարավոր առգրավմանը, սակայն նա ընդգծել է, որ դա անակնկալ կլինի, որի մասին Եվրամիությանը հաստատ հայտնի կդառնա։